Այս պատերի հետևում շուրջ 20 տարի կրթվել եւ իրենց մշակույթին են ծանոթացել շուրջ 1500 հայ որբեր Անատոլիայի տարբեր շրջաններից։ 1962 թվականին հոգևորական Հրանտ Գյուզելյանը Ստամբուլի Թուզլա շրջանում հիմնադրում է Քամպարմեն ճամբարը։ 1983-ին թուրքական կառավարությունը փակում է այն։ Ճամբարի շենքը վերջին սեփականատերերը որոշել էին քանդել, սակայն մի շարք ակտիվ քաղաքացիների գործողությունների շնորհիվ այն դեռ կանգուն է, եւ նրանք պահանջում են այն վերադարձնել հայ բողոքական համայնքին։ «1967-ին Մալատիայեն հոս, առանցին, 7 տարեկանից, առանցին եկեր եմ և մինչև 1975, այսինքն 8 տարի հոս ապրած եմ։ Կարապետ Օրունոզը ճամբարի սաներից մեկն է եղել։ Հրանտ Դինքի սպանությունից հետո ճամբարի ճակատագրին հենց նա է հետևում։ Մեր լեզուն, մեր գրոնքը, մեր գիտությունը, մեր պատմությունը, հայոց պատմությունը, մենք ամեն ինչ հոս ենք սորված։ Գետիկ Փաշայի հայ բողոքական եկեղեցու հիմնադրամին պատկանող ճամբարը 1983 թվականին թուրքական պետությունը փակում եւ վերադարձնում է տարածքի նախկին սեփականատիրոջը, հիմք ընդունելով 1936-ին եւ 1974-ին ընդունված հռչակագրերը, ըստ որոնց ոչ մահմեդական հիմնադրամներին պատկանող սեփականությունները պետք է հանձնվեն պետությանը։ Ճամբարի հիմնադիր Հրանտ Գյուզելյանը բանտարկվում է պատճառաբանությամբ, թե նա Քամպարմենում ահաբեկիչներ է դաստիարակում։ Օրեր առաջ, մայիսի 6-ին, տարածքի արդեն 7-րդ սեփականատերը սկսել է քանդել ճամբարի շենքը, Թուզլայում հերթական ամառանոցը կառուցելու համար։ Ակտիվիստների դիմադրությունից հետո նա համաձայնել է միաժամանակ դադարեցնել քանդման աշխատանքները։ Այստեղ փլելու գչանային մեքենան եկավ եւ թիմադրեցինք, կեցուցինք մեքենան եւ մեքենան առաջին օր ետ քաշվեցավ։ Այսպեսով սկսավ մեր թիմադրությունը մեծնալով։ Մենք այստեղ շատ գործեր ունենք հայ մշակույթի մասին, թե հայ պատմության մասին, հայ երգերը երգեցինք նորեն Քամպարմենի մեջ, որ դղակը արդեն երգեին ասկե 30 տարի առաջ այստեղ միասին։ Հայկական բարեր հաղացինք եւ մենք նոր զարթոնք լալով գուզենք որ այստեղ նորեն մանկանց կամպ մթարնա, նորեն կան դղակը կամպն են Քամպարմենի մեջ։ Մենք ասենք որ այո ցանցպանությունը գշարունակեք որ մենք մանավանդ Թուրքիայի հայությունը մանավանդ հանրապետական շրջանի մեջ անարդարություններ եւ որջակարգություններ եղավ մեզի այո 100 տարի առաջ մեծ որջագործություն եղավ, բայց հանրապետական շրջանի մեջ շարունակեցավ այս որջագործությունները եւ անարդարությունները եւ Քամպարմենն այս անարդարության ամենեն առաջին օրինակները մեկն է։ Կբահանջենք, որ այս Քամպարմենը, շենքը, բարդեզը նորեն ետ վերադարձվի իր հայ զավակներուն, այսինքն հայ ասքին պետք է ասիգա ետ վերադարձվի։ Բոլոր Անադոլում մեր սերկեն արին արդեն, մեր հողերը, մեր բաբենական հողերը, մեր անցյալը, մեր եկեղեցի, մեր պատմությունը բոլորովին փճացուցին։ Ինչ կուզեն հիմա մեզ մե հոստեղեն, այս հողերն ալարնելով, այս բարդեզը, այս բզիկ դղոց ամակներով շնված տեղում են հոստեղ, ասանք պամը մենք իրավունք չենք կներ, մենք կբահանջենք մեր հողերը, մենք կուզենք մեր Քամպարմենը։ Քամպարմենը մեծապես կապված է Հրանտ Դինքի անվան հետ։ Նա ճամբարի սաներից մեկն էր։ Այստեղ են հանդիպել ապագա կնոջը Ռաքելին, իսկ Հրանտ Գյուզելյանի բանտարկությունից հետո կնոջ հետ միասին հոգ տարել ճամբարի մասին։ Իր հոդվածներից մեկում Հրանտ Դինքը գրում է. Սիրելի մարդկություն, ես բողոք ունեմ։ Նրանք թալանեցին 1500 երեխաների ջանքերը։ Նրանք ուզուրպացրին մեր մանուկներիս աշխատանքը։ Եթե նրանք այն վերստին աղքատ երեխաների համար որփանոց դարձնեին, եթե նրանք օգտագործեին ճամբար աղքատ եւ հաշմանդամ երեխաների համար,
անկախ իրենց ազգային ինքնությունից։ Ես կօրհնեի դա, բայց ես չեմ օրհնում, երբ իմ աշխատանքը չարաշահվում է այս կերպ։ Եվ այժմ Թուզլայի աղքատ հայ երեխաների ճամբարը, որ մենք ստեղծել էինք, մեր Ատլանտիդա քաղաքակրթությունը ավերակների մեջ է։ Աստեղ մորնա, պետք է գույրը լավ։ Ինքզինքս մորնա, պետք է քլոխոս բարավի։ Հայրս 3 տարի հոս ուսուցչություն հրած է, հրանտինքին ժամանակին և հրանտի իմ հորսալ աշագերդը եղած է և այսօր հայրս հոս կալ չուզեց, աս շենքին աս վիճակը դեսնալ չուզեց, իրանամար մեծ սամուն է որովհետև, մարդ իր դունը հյուրըլլալով գերթագուքա, դանդեր է, հարգա որասակ պան մչլլար, բայց տշպաղտապար մեզի այս վիճակի մազութանեցին, բայց սա միջոսին ես ինքս հոս հյուրըլլալով չեմ ընդունիր, հոս իմս է։ Հայ բողոքական եկեղեցու եւ Նոր Զարթոնք միության ներկայացուցիչները հանդիպել են տեղական կառավարության ներկայացուցիչների հետ, որոնք խոստացել են, որ ճամբարը չի քանդվի, սակայն ակտիվիստները պահանջում են, որ այն վերադարձվի հայ բողոքական եկեղեցուն։ Կառավարությունը շատ առաջարկ ունի, որ այստեղը գրնադալ 50 տարի կորզածվելուն համար հիմնարկին, կամ ուրիշ գրնանք այստեղը ընել մշակութային ժարանքի դեղմը, բնական ժարանքի դեղմը, բայց մենք չենք ուզեր որ ոչ մեկ ասոնք մե, մենք ուզենք որ ալվազակիրը ետտան հիմնարկին հայ ժողովրդին եւ ուղագի հայ մանուկներուն։ Մենք սեփականություն կամ pedagoganացում կամ pedagoganացնել եւ վերջը բարձով հիմնարկի ետտալը չենք ուզեր որ։ Մենք գալվածակիրը ուզենք որ։ Մենք ուզենք որ մեր բանջը այս է որ գալվածակիրը վերադարձվի հայ ժողովրդի, հայ բողոքական հիմնարկին։ Մենք պիտի ցկենք մեր կամպը։ Ցեզի գարցնեմ, մենք պիտի ցկենք մեր կամպը։ Մենք պիտի ցկենք մեր կամպը։ Դիմադրություն ցույց տվող պոլսահայերի երազանքն է ճամբարը կրկին տեսնել մի վայր, որտեղ երեխաները հնարավորություն կունենան ծանոթանալ իրենց լեզվին, մշակույթին ու պատմությանը։ Ես հիմա գուզեմ կամպարմենը դարբեր զանազան մշակույթները եկող բզդիկներում փոլորին մեկտեղ եղած գտնված դպրոց մըլլալը Մանուկեի հոս եկա նույնպես ինձ այդ բզդիկ մանուկները պիտի քան հոս եւ ինչպես ես սորվեցա իմ քիդությունս, իմ լեզուս, իմ գրոնքս նույնպես անոնք ալբիլ սորվին իրենց լեզուն, իրենց գրոնքը, իրենց պատմությունը եւ մեր բայկարը։ Եվ անոնք ալբիլ սորվին ու անոնք աբական բիդ պատրաստեն։ Քամփարմենում դիմադրություն ցույց տվող քաղաքացիները խոստանում են այստեղ մնալ այնքան, մինչև իրենց պահանջը կատարվի։ Նրանք ճամբարի տարածքում թզենիների ստվերում կազմակերպում են հայոց լեզվի դասեր, համերգներ, հանրային քննարկումներ, կինոդիտումներ ու մշակութային այլ միջոցառումներ։ Բայկար ազատություն! Բայկար ազատություն! Սարգիս Խանդանյան, Civilnet Ստամբուլ։